Անհոր և որդվող և ողնույն սրվող ամեն։ Ասում եմ ձեզ, թե ով ունի նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի պիտի վերցնի և այն ինչ որ ունի։ Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, համավերջյան այս պատարագին մեզ մատուցում է Ղուկասու ավետարանի 15-րդ գլխում արձանագրված մի առակ, որը կոչվում է 10 վնասների առակ։ Եվ այս առակը պատահական չէ, որ մատուցում է մեզ, և այդ մասին պիտի այսօր մենք համատեղ միասնաբար խոսենք։ Որն է առակի պատմությունը։ Ասում է, կար մեկը միազնվական մարդ, որ գնաց հեռու աշխարհ իր իշխանությունը, իր թագավորությունը ստանալու և մեկնելուց առաջ կանչեց իր ծառաներին, մեկին տվեց 10, մնաց, ասեց շահարկիր այս դրամը և վերադառնալ կվերադարձնես, մյուսին տվեց 5 և մեկ ուրիշին տվեց 1 մնաց։ Եւ ասում է գնաց իր հայրենավոր երկիրը եւ քանի որ ուներ շատ չարականներ, ապա նրա հետևից էլ մարդիկ ուղարկեցին, որպեսզի համոզեն, որ ինքը որևէ կերպ այդ իշխանությանը չարժանանա, այլ նույնիսկ զրկվի այդ իշխանությունից, որովհետև չէին կամենում, որ որպես թագավոր վերադառնա այլևս իրենց երկիր։ Եվ ասում է ժամանակ անցավ, վերադարձավ այդ մարդը, իր թագավորությունը ի վերջո ստացած եւ կանչեց իր մոտ ծառաներին։ Առաջինը եկավ եւ ասաց, «Տեր, այս 10 մնացը, որը հավասարազոր է յուրաքանչյուր մնացը հավասարազոր է 100 դրախմի։ Ըստ էության այս 10 մնացով մարդ կարող է այն ժամանակ 1000 ոչխար գնել եւ հարվածացնել բազմացնել։ Ասում է, ես այս 10 մնացը վերադարձնում եմ, որովհետեւ բազմապատկեցի եւ եւս 10-ով վերադարձնում եմ քեզ։ Մյուս ծառան ասում է, ապրես դու, հավատարիմ ծառա, քանի որ քչի մեջ, հոգի մեջ հավատարիմ եղավ, ես քեզ 10 քաղաքների վրա իշխան եմ կառավարիչ, գնա եւ կառավար։ Կանչում է երկրորդին, եւ մյուսը գալիս է եւ ասում է, քո մեկ մնացը 5 մնաց բերեց։ Նորից գովում է այս ծառային եւ նրան արկում է 5 քաղաքների վրա կառավարիչ։ Գալիս է երրորդը, բախտորած մոտենում է տիրոջը, Հաշտինակի միջից հանում է իրեն տրված այդ մեկ մնացը եւ ասում է, Տեր, քանի որ դու խիստ մարդ ես եւ ես վախենում էի, որ կպատժես ինձ, վերադարձնում եմ պահպանել եմ այս մեկ մնացը եւ ինչպես որ տվել ես ինձ, վերադարձնում եմ քեզ։ Եվ Տերը բարկանում է եւ ասում է, հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարիմ ծառա։ Գիտեի, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ ուր չեմ սերմանել։ Ապա ինչու իմ դրամը ու նայողներին չտվեցի, որպեսզի ես գալով տոկոսներով միասին պահանջեմ։ Եվ սպասավորներին ասում է, վերցրեք այդ դրամը դրանից եւ տվեք նրան, ում որ 10 վնաս է։ Եվ բնականաբար ծառաները իրենց մարդկային մտածողությամբ ասում, բայց չէ որ նրան արդեն 10 վնաս տվել է, ինքն էլ բազմապատկել է, դուր ուրիշ մեկի, ասում է, ոչ ասում է, ով ունի նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի պիտի վերցվի եւ այն ինչ որ ունի։ Իսկ այն իշխանիներին ասում է, որոնք չէին կամենում, որ ես թագավոր եմ իրենց վրա, բերեք այստեղ եւ սպանեցեք իմ առաջ։ Այս խոսքերն ասաց եւ Տերը մեկնեց Երուսաղեմ։ Սիրելիներ, այս առակը մենք պետք է դիտարկենք նախ իր պատմական կոնտեքստի մեջ։ Երբ որ Ղուկասու ավետարանը մենք կարդում ենք եւ ասում ենք 15-րդ գլուխ, տեսնում ենք, որ Տերը մոտենում է այդ իր չարչարանքների շաբաթին։ Եվ ըստ էության Երիկոյում է տեղի ունենում այս ամենը, ինչ որ նկարագրում է, որովհետեւ ժողովուրդը տեսնելով, որ նա գնում է Երուսաղեմ եւ ինքն էլ ասում է, որ պիտի կատարվի մարգարեությունը, որ Մեսիայի գալստին իրենք պիտի ականատես դառնա։ Ամենքը մտածում էին, որ ահա եկել է Աստծո արքայության հայտնվելու պահը։ Եվ Քրիստոսից հստակ ակնկալիքներ ունեին, որովհետև համարում էին, որ նա է իրենց
Սակայն Քրիստոս իրենց համար ընդունել են պատկերներ, որոնք որ շատ հարազատ են իրենց կյանքին եւ շատ ավելի ընկալելի են իրենց համար։ Եվ որպեսզի իրենք շփոթության մեջ չհայտնվեն, նա ըստ էության խոսում էր իր երկրորդ գալստյան մասին, ոչ թե այդ պահին Երուսաղեմ գնալու, այլ իր երկրորդ գալստյան մասին։ Եվ վերցնում է այս պատկերը 3 ծառաների։ Պատկերը թագավորազնի, որ գնում է իշխանություն ստանալու, եւ պատկերը 3 ծառաների։ Եվ իր ժամանակվա հայտնի պատմությունն էր դա, որովհետեւ երբ Հերովդես մեծը մահացավ, ուներ 3 որդիներ, եւ այդ որդիների միջև այլևս պիտի կիսվեր իշխանությունը, որովհետեւ Հրեաստանը տրոհեց նրա մահով, եւ յուրաքանչյուրը իր հերթին պիտի գնար Ռոմ իր իշխանությունը ստանալու եւ վերադառնալու, որպեսզի թագավորի իր իրույթները։ Նրանցից մեկը Հերովդես Ագրիպասն էր, մեկը Հերովդես Ֆիլիպոսն էր, եւ մյուսը Արքելայոսն էր։ Եվ այս առակի մեջ նկարագրվում է ճիշտ Արքելայոսը, որովհետև երբ նա, որ պիտի լիներ Հուդայի կառավարիչը, մեկնում է Ռոմ, Հուդայի բնակիչները 50 հոգանոց պատվիրակություն են ուղարկում, որպեսզի ամեն կերպ համոզեն Ռոմում, որպեսզի Արքելայոսը չդառնա ճիշտիչ թագավորի Հուդայի վրա, եւ իրենք կարողանան այլ թագավոր իրենց համար կարգել։ Բայց նաև իմքի ունեին տարբերակը, որ եթե այնուամենայնիվ լիներ, ճանապարհին գավեր մտնելով կարողանային Արքելայոսին վերացնել։ Եվ պատմությունը այս մնացների առակի ճիշտ այդ պատմությունն է, որ մեր աչքերի առջև հաղում է, թե ինչպես է Արքելայոսը գնում իր ժառանգությունը ստանալու, եւ կային մարդիկ, որոնք որ չէին ուզում որ ինքը ստանա, ինչպես եւ Քրիստոսի պարագային կային հրեաներ, որոնք որ ամեն կերպ փարիսեցիների, դպիրների, սադուկեցիների մերժում էին նրան եւ փորձում էին ամեն կերպ իր վարդապետությունը չեզոքացնել, այն սուտ եւ կեղծ անել, ասելով որ այն ինչ որ գրված է գրքերում իր ասածը տարբեր վարդապետություն է եւ չի կարող անպատասխանել դրան։ Հետևաբար Մեսիան չի կարող նրան լինել։ Հետևաբար այն ինչ որ անում է, հարց է, թե ինչ իշխանությամբ է անում նա։ Եվ Քրիստոս եւ նկարագրում է, թե պիտի այդ ազնվական մարդը գնայի թագավորություն ստանալու, սա ճիշտ այն ճամփորդությունն է, որ Քրիստոս կատարում է երկիր տարբեր դժվարությունների եւ չարչարանքների միջով։ Եվ համբարձում է երկին այնտեղ որպես մարդ նաև ստանում է իր իշխանությունը եւ բազում է որ օգնում եւ երկրորդ գալստյան պիտի գա եւ այստեղ սկսվում է այն ինչ վերաբերում է մեզ։ Երկրորդ գալստյան գալու է եւ մեզանից յուրաքանչյուրից այս ծառաների նման կանգնեցնի իր առջև դատաստանի ժամանակ։ Եվ այդ դատաստանը շատ ամենի է լինելու սիրելիներ, որովհետև այդ դատաստանի ժամանակ իրոք բողոքությունը չէ, որ գործելու է, թե պետք մենք անընդհատ մեր աղոթքներում հայցում ենք, որ Տերը մեզ չդատի իր արդարությամբ, այլ դատի միայն իր ողորմությամբ։ Սակայն այստեղ սկսվում է մեր փոխհարաբերությունը Աստծո հետ։ Ինչպես որ յուրաքանչյուրի ծառային իր Տերը տվեց մնացներ, որոշակի կարողություն, որոշակի ունեցված, որպեսզի նրանք այդ ունեցվածքը դարձնեն, աշխատեցնեն, շատացնեն եւ այդպիսով եկամուտ բերեն իրենց տիրոջը, որովհետեւ տիրոջ ծառաներն էին եւ այլ պարտականություն իրենք չէին կարող ունենալ իրենց կյանքում, այնպես եւ մենք քրիստոնյաներս մշտապես անարարկելիորեն Աստծուց ստանում ենք կարողություններ, շնորհներ, հնարավորություններ, որոնք որ մեզ տրվում են Աստծուց, որպեսզի մենք դրանք ճիշտ կերպով շահարկենք։ Շահարկենք ոչ թե այսօրվա մտածողությամբ, այլ աշխատեցնենք եւ կարողանանք այդ ամենը բազմապատկել։ Եվ այստեղ երկու հարց է ծագում։ Արդյոք մենք ընդունում ենք այդ ամենը, որ ինչ որ Տերը մեզ տվել է, դա Աստծո պարգևն է մեր կյանքին, մեր ընթացքին, մեր մարդ տեսակին, եւ երկրորդը, արդյոք մենք մեզ տրվածը, եթե ընդունում ենք առաջին հարցը դրական առումով, արդյոք մենք կարողացել ենք այդ ամենը բազմապատկել։
Եվ գալիս է առաջին ծառան եւ ասում է ահա 10 մնացի յուրաքանչյուրի դիմաց ես բերեցի եւս 10 մնաց։ Եվ Տերը պիտի ուրախանա, որովհետև այն ինչ որ տրվել է ծառային ավելիով է բազմապատկվել, ինչ որ հնարավոր է անել այդ ժամանակներում, նա ինքն իրեն է գերազանցել եւ ակնհայտորեն գտնվել է իբրև ժրաչան մեկը, արդարամիտ մեկը, ով չի գողացել, ով չի բաշխել ինչ որ իր բարեկամներին ծանոթներին, այլ հետամուտ է եղել, որ իր տիրոջ ունեցվածքը, որ վստահվել է իրեն, բազմապատկվի եւ առատանա։ Մյուսը գալիս է եւ ասում է այսքանով կարողացա, բայց այնուամենայնիվ առատացրեցի այդ ունեցվածքը եւ նրան եւս Տերը գովում է։ Ինչպես եւ մեզանից շատեր, ոմանք իրենց աշխատանքությամբ առավել չափով, ոմանք նվար չափով, ոմանք իրենց շնորհները ճիշտ բանեցնելով, մյուսները իրենց Աստծուց տրված պարգևները ճիշտ բաշխելով դառնում են այդ իմաստուն տնտեսները իրենց կյանքի, բայց իմաստուն տնտեսները Աստծո տնտեսության։ Դուք ձեր կյանքն եք տնօրինում, բայց իրականում Աստծո տնտեսությունն եք կառավարում։ Որովհետև ձեր կյանքն էլ Աստվածը սիրելին է շնորհել, որպեսզի դուք կարողանաք այն ճիշտ կերպով, արդարացի կերպով Աստծո առջև ճշմարտապես ապրել։ Եվ մեզ այն յուրաքանչյուրը կոչված է լինելու առաջին երկու ծառաների նման, որովհետև վերջին ծառան եկավ, թաշկինակը սկսեց բացել եւ ցույց տվեց այդ մեկ մնացը, այդ մեկ ոսկին, ինչպիսին որ ստացել են, այնպիսին վերադարձել։ Եվ բարկությունը Տիրոջ ակնհայտ պիտի լինի, որովհետև դուք եք, եթե ունեք տարբեր տեսակի հիմնարկներ, անկումներ, երբ որ դուք ինչ որ մի բան եք վաճառում, ակնկալում եք, որ դրա դիմաց նաև ձեր շահույթը լինի, տոկոսները լինեն ձեր այդ աշխատանքի, որովհետև այլապես անիմաստ է ձեր աշխատանքը, եթե դուք չեք կարողանում ձեր աշխատանքի շնորհիվ ինչ որ մի պահի սկսել այլևս տոկոսներ ապահովել եւ եկամուտ պարգևել, որպեսզի ավելիով կարողանաք զարգացնել ձեր ձեռնարկումը։ Եվ ինչ անում, այդ թաշկինակը մեր հայրերը ասում են նմանվում է ճիշտ այն թաշկինակի, որը դրվում է մրերի դեմքին։ Եվ այդ ժամանակ ավանդույթ է, որ ծածկում էին մնջեցյալի դեմքը թաշկինակով, ծածկում էին, որպեսզի չտեսներ ժողովուրդը այն ինչ որ այլևս ննջած է, այն ինչ որ կյանքի մեջ չէ, եւ փոխադրվել է այլ աշխարհ, եւ այդ պատճառով այդ թաշկինակը որ դնում էին, անջատում էին երկու այդ աշխարհները միմյանցից։ Եվ ասում է, երբ թաշկինակի մեջ այս ծառան փաթաթեց այդ մեկ մնասը, ասում է նա ցույց տվեց, որ ինքը իր գործերով մեռած է այլևս։ Ինքը անկարող եւ անպտուղ մեկն է, որը չի կարող իրեն վստահվածը ճիշտ կերպով տնօրինել։ Եվ այդ պատճառով է ասում, վերցրեք նրանից այն, ինչ որ տրվել է նրան, եւ տվեք նրան, որ առավելագույնն է արել, որպեսզի իմ տնտեսությունը ճիշտ կերպով կառավարի։ Եվ եզրանկումը սիրելիներ այն է, որ Տերը երբ գա, մեզանից միմիայն պահանջել է այն, ինչ որ մենք կատարել ենք Տիրոջը վերադարձնելու համար։ Երբ մենք մեր կյանքում հարատելու ենք մեղքերի մեջ, տարբեր ռևանշական վիճակների մեջ, դժվարությունների մեջ, երբ մենք փորձությունների պատճառով հեռանում ենք Աստծուց եւ մեր կյանքի աղմուկը մեզ խոչընդոտում է, որպեսզի մենք կարողանանք ճշմարտապես տեսնել ուղին, որը մեզ առաջնորդում է դեպի Աստված, լսել Աստծո հանձնարարականները մեր կյանքին, այդ ժամանակ սիրելիներ մենք չենք կարող այլ կերպարանքով կանգնել այն բախորած դողդողացող ծառայի, որ պիտի հանի իր գրպանից այն, ինչ որ տվել է Տերը իրեն, այն իր ունեցվածքները, իր շնորհները եւ ասելով վախեցա քեզանից Տեր, երբ չկարողացա ծառայեցնել քո փառքի համար։ Արդյոք մենք այդպիսի ծառաներ ենք Աստծո հայացքի առջև։ Արդյոք մենք մեր երկնավոր Հոր այդպիսի որդիներ ենք, որոնք որ անկարող են
Աստուծո ունեցածը ճիշտ կերպով ծառայեցնել Աստուծո հարքի համար։ Եվ համավերջյան այս պատարակը պատահական չէ, որ այս ընթերցվածքով է մատուցվում մեզ, որպեսզի մենք փորձենք լրության մեջ ինքներս մեզ քննելով հասկանալ, թե ինչպիսի ընթացքի մեջ էինք մենք այս ամբողջ տարի, ինչպես ապրեցինք այն, արդար եւ ազնիվ լինենք ինքներս մեզ, որտեղ մեր կողքին, մեր կողակցում, մեր ընկերոջը, մեր վերադասին եւ կամ մեր օգնականներին մենք միշտ կարող ենք թերևս խաբել եւ կամ այլ կերպ, չասեմ խաբել, վստահեցնել, որ մեր կյանքում ամեն ինչ շիտակ է, կարգին է եւ մենք կարողանում ենք ճիշտ կերպով ապրել մեր կյանքը։ Սակայն մենք Աստծուն երբեք չենք կարող ապրեցնել։ Մենք Աստծուն երբեք չենք կարող մոլորեցնել, որովհետեւ եթե մեր կողքինը կարող ենք ամենը մեր պահվածքից կռահել, թե ինչպիսին է մեր հոգեվիճակը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Աստված հոգիներ եւ երիկամներ քննող է։ Երբ գնացեք այդքան դարեր, տեսեք երբ է այդ արտահայտությունը Սուրբ Գրքի մեջ ներառվել եւ Աստվածաշունչ նկատվել, որովհետեւ Աստված սրտեր եւ երիկամներ քննող է։ Մենք իբրև մարդ արարած, երբ որ խոսում ենք երիկամների մասին, երբ որ խոսում ենք սրտի մասին, եւ դրանց երբեմն տրած նեղությունների, դժվարությունների, նրանց գործունեության խանգարումների մասին, մենք անդրադառնում ենք, որ այս դարում ենք մենք նոր բացահայտել, թե ինչպես կարելի է սրտի վրա վիրահատություն կատարել, ինչպես հնարավոր է երիկամի մեջ ինչ որ մի գոյացություն տրոհել, կոտրել եւ դուրս բերել երիկամներից, բայց Տերը ասում է սրտեր եւ երիկամներ քննողը։ Եվ նա սրտերը քննում է, երիկամները քննում է ձեր այն սաղնավորման օրվանից։ Եվ որ դուք ձևավորում եք իբրև Աստուծո արարածներ եւ լույս աշխարհ եք գալիս, Տերը յուրաքանչյուր ձեր բջիջի պահվածքը գիտի եւ Տիրոջից չեք կարող քողարկել որևէ բան, Տիրոջից չեք կարող թաքցնել որևէ ձեր սրտնեղություն, որևէ դժվարություն, որևէ մեղսարի ցանկություն եւ գայթակղություն, որը ձեր կյանքը տագնու վրա է արել եւ ձեզ լրիվ այլ ճանապարհների վրա է կանգնացրել, քան Տիրոջ տնտեսությունը դարձնելը։ Եվ ձեր կարողությունները, լինի դա ձեր իմաստությունը, լինի դա ձեզ տրված բժշկության շնորհը, լինի դա ձեզ տրված մանկավարժելու շնորհը, ուսուցանելու կարողությունը, լինի դա ձեզ փոխանցված հարստությունը, որ դուք ձեր հերթին բանեցնեք եւ Աստուծո փառքի, ձեր ժողովրդի կարիքների համար ծառայեցնեք, ինչ ուզում եք մտածեք, յուրաքանչյուրը կոչված եք, գեք մեկ այդպիսի կարողությամբ Աստուծո կողմից, եւ դուք պետք է հարց տաք, այդ կարողությունը ես ճշմարտապես օգտագործում եմ Աստուծո փառքի համար, որովհետեւ ի վերջո ում են որ ես տարակարդության մտեմ, Աստծուն երբեք չեմ կարող այլ կերպ համոզել, որովհետև Աստված քննում է ոչ միայն իմ յուրաքանչյուր ընթաց, յուրաքանչյուր արարք եւ գործ, այլ Աստված քննում է իմ երիկամները, Աստված քննում է իմ սիրտն ու հոգին, Աստված տեսնում է սիրելիներ յուրաքանչյուրիս մղումները եւ ձգտումները նախքան դրանց ձևավորվելը մեր սրտից, մեր հոգուց եւ մեր մտքից ներս։ Եվ այնտեղ է սիրելիներ Աստուծո նախախնամությունը եւ կամքը, որ Աստված մեզ միշտ մեր առջև բացում է այդ դռները եւ մեր սրտի եւ հոգու ներս դնում է կարողությունը, որպեսզի մենք այնուամենայնիվ իբրև Աստուծո արարած կարողանանք ապրել։ Անգամ եթե մենք ամենավատ վիճակում ենք հայտնվում մեր կյանքում, անդրադառնում ենք, որ այդ դժվարագույն իրավիճակի մեջ Տերը մեզ մի նոր դուռ է բացում, մի նոր շնորհ ու կարողություն է տալիս, բայց իրականում հնարավորություն, որպեսզի մենք ինքներս շտկվենք, ոչ թե շտկենք մեր շրջապատը, այլ մենք ինքներս շտկվենք,
ոչ թե մեր ձեռքը պարզենք եւ այնպիսով փրկենք այն կայքավորին, որի անհրաժեշտ